Ինչու են մարդիկ ամուսնալուծվում։ Հոգեբանները եւ սոցիոլոգները ասում են, որ չկա մեկ պատճառ ամուսնալուծությունների, դա երկարատև, երկարաժամկետում անընդհատ կուտակվող կոնֆլիկտների, լարվածությունների եւ բազմազան պատճառների համադրության հետևանք է։ Այո, ցավոք կարող եմ նշել, որ ամուսնալուծությունները շատացել են եւ Հայաստանի համար կոնկրետ կարող եմ նշել, որ շատացել են։ Առաջին հոգեբանական պատճառը դա զգացմունքային կապի թուլացումն է։ Զույգը ապրելով միասին ժամանակի ընթացքում չի զգում այլևս մտերմություն, վստահություն եւ ջերմություն։ Երկրորդը դա հաղորդակցման վատ հմտություններն են, այսինքն միմյանց չլսելը, վիրավորելը, անընդհատ քննադատելը, արհամարհելը կարող են հող պատրաստել ամուսնալուծության համար։ Մյուսը դա իրատեսական չլինող սպասումներն են, այսինքն մարդիկ մտածում են, որ ամուսնության մեջ անպայման պետք է երջանիկ եւ միշտ այսպես սիրահարված զգան եւ երբ բախվում են կյանքի դժվարություններին, առօրյային հիասթափվում են։ Հաջորդը դա էմոցիոնալ հասունության պակասն է։ Սրա հիմքում կարա լինի մշտապես իմպուլսներով ապրելը, իմպուլսիվ վարքը, պատասխանատվությունից խուսափելը, ինչպես նաև սեփական սխալները չընդունելը, որոնք ժամանակի ընթացքում տանում են ամուսնալուծության։ Հաջորդը դա ֆինանսական սթրեսն է։ Երբ որ զույգը մշտապես ունի գործազրկություն, կյանքի թանկացում, վարկեր, պարտքեր, սա նպաստում է լարվածությանը զույգի մեջ։ Մյուսը դա դավաճանությունն է եւ վստահության կորուստն է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նույնիսկ մեկ դավաճանությունը կարող է պատճառ հանդիսանալ զույգի բաժանության համար, կարող է շատ ծանր հետևանք թողնել։ Հաջորդը դա սմարթֆոններն են եւ սոցիալական ցանցերն են։ Սմարթֆոնների մեջ մտնելով զույգը կարող է, այսպես ասած, անընդհատ համեմատության մեջ դնել իր զուգընկերոջը, ինչպես նաև նոր ծանոթությունները, նոր կապերը կարող են լարվածություն առաջացնել զուգընկերների մեջ։ Հաջորդ պատճառը ամուսնալուծությունների դա հոգեկան առողջության խնդիրներն են, ցավոք, այո, չբուժված դեպրեսիաները, տագնապները, անհանգստությունները հիմք կարող են հանդիսանալ ամուսնալուծությունների, եւ որ ամենավերջին պատճառը ամուսնալուծությունների դա նշում ենք անկախության աճը, մանավանդ աղջիկները ձգտում են անկախության եւ ունենալով ֆինանսական կայունություն խուսափում են ամուսնալուծությունից, որտեղ իրենց նվաստացնում են եւ բռնություն են կիրառում իրենց